Մեղավոր ամանոր և սուրբ ծնունդ, սիրով ձեր Մեդիա Հաբ։ Մեդիա Հաբի տոնական եթերում պայծառատես Անի Գրիգորյանն է։ Ողջույն Անի, շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունել եք։ Ես նույնպես անչափ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար եւ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այս յուրահատուկ տաղավարում եւ ձեր կողքին։ Անի ջան, 2025-ը մոտենում է ավարտին։ Եթե ամփոփելու լինենք, ինչպիսին էր այն մեզ համար։ Գիտեք, ես չեմ կարող ասեմ, իմ համար իհարկե յուրահատուկ տարի էր, որովհետև սպասելիքներս շատ յուրահատուկ էին, բայց դե մենակ ինձանով ոչ չի պետք է այնպես լինի, որ ազգի համար լավ լինի։ Իսկ այնպես ընդհանուր ազգի համար արդեն չեմ կարող բոլորի տեղը խոսեմ, ինձ թվում է ամեն մարդ ինքը իր տեղը կխոսի ու կասի թե իր համար ինչ տարի էր։ Ամենակարևորը, որ սահմանում խաղաղություն լինի, այդ է մեր համար այսօր կարևորը։ Մնացածը ինքը ստինքյան, ինքը ձեռքբերումներով կհասնենք ամեն ինչին։ Այս պահին մենք ամփոփում ենք արդեն դեկտեմբերի վերջին օրերին ենք եւ կարծես ամբողջ բացասական էներգիան տարվա չհասցրածը այս օրերին ենք փորձում պարբել ու հասցնել։ Երբ արդեն ավելի խաղաղված կլինենք ու նոր տարվա այդ շունչը կզգանք, ինչպես նաեւ նոր տարվա դրական էներգիան կսկսենք զգալ։ Դե բնականաբար 31-ի գիշերն ենք զգալու դրական շունչը եւ շատ ցանկալի է, որ տոնական սեղանը անպայման զարդարենք կարմիր գույնի սփռոցով կամ այսպես ասած մանուշակագույն սփռոցով, որովհետև կարմիրն ու մանուշակագույնը մի այլ տիպի բերում են հաջողություն, երջանկություն եւ ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին այս տարի կրի ինչ-որ ձյու խորհրդանշով, ինչ-որ մի զարդ, բարդադից չի, որ դա լինի ոսկի, արծաթ, թեկուզ այսպես սովորական ինչ-որ մետաղ, որովհետև անպայման են, որ մենք չէ շատ հաճախ մեր տատիկներից էլ ենք լսել, որ ցին մուրազ է, ցին անպայման բոլորին երջանկություն է բերելու, ովքեր պսակված չեն, պսակվելու են, ովքեր պսակված են, բալիկներ չունեն, անպայման ձյու տարին ինքը իրականում շատ մեծ վերելքի, փառքի տարի է լինելու, թե մեր հայ ազգի, թե մեր ժողովրդի համար։ Ճիշտ է, մենք առաջնահերթ հույսերս պետք է տնենք Հիսուս Քրիստոսի վրա, ոչ թե ձյու վրա կամ մնացածի, բայց իրականում ձյու տարին 2026 թվականը բավականին հաջող տարի է լինելու այդ եղջյուրների, կույսերի համար, իրենց համար մի յուրահատուկ տարի է, որ ֆինանսական շատ մեծ վերելք պետք է ունենան։ Հեսա գիտեմ, որ որևիցե մեկը կարտա, կասի անջամփա աղեղնավորները, կարիժները, ժողովուրդ ջան, ինքը ես ասել եմ արդեն հորոսկոպը իմ YouTube-յան էջում, ինքը այս տարի բոլորի համար իրականում լավ տարի է լինելու, որովհետև նորից եմ կրկնում, ցին չի կարող վատ է լինել, հենց ցին արդեն ինքը մուրազ է, ինքը հաջողություն է, ինքը երջանկություն է, լավ կլինի, որ տոնածառի տակ ունենան խաղալիք ձիով, հա, տոնածառի վրա կախենք ձիով որևիցե խաղալիք, անպայման գոնե մի հատ նոր խաղալիք գնեն, դեկտեմբերի 31-ի գիշերը կախեն տոնածառին մինչև 12-ը եւ ասեն ոնց այս տոնածառի լույսերը շատ է, խաղալիքները շատ է, թող այս տարի այսպես վառվռուն ու փայլուն լինի իմ ընտանիքի կյանքը, երջանկությունը, թող այս տարի այսքան գումար, հաջողություն, ոսկի, արծաթ եւ առողջություն ունենամ։ Հիսուսի անունով ամեն, ամեն, ամեն։ Այստեղ չկա ոչ մի կախարդանք, որ վախենան, ասեն, վայ, ես ինչ կախարդանք է, յուրաքանչյուրը եթե 31-ի գիշերը այս խոսքերը ասի, թեկուզ եթե 31-ին չենք հասցնում, ես չգիտեմ մեր եթերը երբ ենք ցույց տալու, կարանք 5 տոմարով, հա, ամսի 13-ի գիշերը անենք ու նորից ինքը կբերի մեզ հաջողություն, չի կարա հասկանում եք ցին մեզ այսպես նեղություն տա, չարչարանք, որովհետև ինքը էլի եմ ասում մուրազ ու հաջողություն է։ Իսկ հրեղենձին ընդհանրապես ինչ է սիրում։ Դուք գույներն ասացիք, կարմիր եւ մանուշակագույն, առատությունն ասացիք, էլ ինչ է սիրում։ Հա, շատ լավ կլինի, որ լինի այսպես քաղցրավենիք, խեցախներով պատրաստված, որովհետև ծավալ, ցորեն, այդ ցին շատ է սիրում ու շատ լավ կլինի, որ յուրաքանչյուր տանտիկին ցորենով, ծավալով, կարիով ինչ որ մի հատ քաղցր բան պատրաստի, այն որ պատրաստում են տերնդեզ ենք ասում, հա։ Այդ դարան ընթառաջին, հա, այդպես քաղցրավենիքներով, կոնֆետներով, այդպես համով բան պատրաստի ու տնի իր սեղանին, որովհետև էլի եմ կրկնում, ցին շատ է սիրում ցորեն, գարի, որովհետև հենց իրա ուտելիքը է դա։ 2026-ին եւ մեր պետության համար, հա, կարևոր շրջադարձերի տարի է, իհարկե չեմ տեսնում, հա, քաղաքականությունը եք թողնենք մի կողմ, բայց ես վատ բան չեմ տեսնում, մեր հայ ազգին վատ բան չեմ տեսնում ու չեմ էլ ուզում, որ
մարդկանց շատ հաճախ չէ ասում են վայ զգուշ եղեք ես պատերազմ չեմ տեսնում ամենակարևորը եւ տեսնում եմ մի այլ տիպի փոփոխություն վերելք դեպի լավը հասկանում եք ճիշտ է ես երբեք քաղաքականությունից չեմ խոսում ու այդ իմը չի բայց ժողովրդին 26 թվին մեծ հաջողություն ու վերելք է սպասվում նաեւ այդ ոչ թե ես այդպես եմ ուզում այլ այդպես է լինելու իսկ իհարկե իմ ցանկությունն է որ ոչ մի մայր իր երեխու մահը չտեսնի ոչ մի մայր չոր բանա իր զավակի ցավը չտեսնի արցունք չլինի փառք Աստծո 26 թվին չենք ունենալու նման բան իսկ եթե չենք ունենալու նման բան արդեն նշանակում է որ շատ լավ տարի է լինելու մեր համար խաղաղությունը ամենայնիվ հաստատված լինելու է եւ կորուստներ չենք ունենալու իսկ ֆինանսական առումով ինչպեսի տարի է լինելու մարդկանց համար լավ ապրելը այդ առումով նաեւ նկատի ունենք դե գիտեք ոնց ջան եթե մարդը թամբալ է մեր բարբարով ասած թասիբ չունի ու չի աշխատում բնական է ոչ այստեղ ցին կապ ունի ոչ 26 թիվը կապ ունի ես շատ հաճախ երբ որ իմ մոտ մարդիկ են գալիս այցելուներ ասում են անի ջան մեր վրա նավս կա չարություն երբ որ նայում ես չկա չարություն պարզապես իրենք չեն ուզում աշխատեն հասկանում ես բազմոցին նստած մարդիկ երազում են շքեղ մեքենա շքեղ տուն բայց եթե չես աշխատում եկեք այսպեսի օրինակ բերեմ չվիրավորվեք լավ եթե դուք չաշխատեք ոնց եք գոյատևելու բնականաբար չեք կարողանալու այստեղ ոչ թե ցին է կարևոր որ ցին հաջողություն կբերի այդ հաջողությունը մարդուց էլ է կախված հասկանում եք եթե մարդը աշխատասեր է բնականաբար ինքը արդեն կգտնի իր երջանկություններ, իր հաջողություններ, հետո կա ճակատագիր ասված, որ անկախ ամեն ինչից այդ կլինի պայծառատես, քուշակ, չգիտես ով ինքը չի կարող մարդու ճակատագիրը փոխել։ Ճակատագիրը ի վերուս տրվում է մարդուն ու այդ երբեք անկախ ամեն ինչից ցյու տարի է, շան տարի է, օծի տարի է։ Ես չգիտեմ, երևի դուք շատ փոքր եք ու չգիտեք, կոմունիստների ժամանակ չկար այսպիսի բան ցյու տարի, ասենք ու բայց ոնց էինք ապրում։ Չգիտեին, հիմա ես որ ասում են մոդա են, գել ցյու տարի, իրականում մարդիկ չգիտեին էլ որ իրենք ասենք աղեղնավորներ են, կույսեր են, ես հիմա է որ այսպես որ ասում են տրենդի մեջ ենք։ Համաստեղությունների առումով, հա։ Տրենդի մեջ ենք։ Անի ջան, իսկ դուք տեսնում եք, օրինակ ինչ որ գլոբալ առումով կոնկրետ ինչ որ բաներ լինելու են, որոնց հայ ազգը օրինակ շատ է սպասել։ Ես էլի եմ ասում, ես այնպիսի գլոբալ բաներ, որ ազգին այսպես սպայեմ ստրեսի, վախերի մեջ, ես նման բան երբեք չեմ արել, նույնիսկ COVID-ի ժամանակ, պատերազմի ժամանակ, առավել եւս հիմի ազգին վտանգ չեմ տեսնում, իսկ մնացած լավ բաները կապրենք կտեսնենք։ Դուք երկու համաստեղության մասին խոսեցիք, որ նրանց համար շատ լավ տարի է լինելու, իսկ մյուս 10 համաստեղությունների Մյուս 10 համաստեղությունների մասին շատ լավ բաներ է սպասվում յուրաքանչյուրին ու այնքան եմ ուրախացել, որ ասենք չկա այնպիսի մի համաստեղության նշան, որ ասես գիտես, իրան այս տարի վատ է սպասվում, այդ կապ չունի ինձ մարդիկ սիրում են, չեն սիրում, յուրաքանչյուր մարդու եթե լավ բան է սպասվում, դա իմ ուրախությունն է։ Դուք գիտեմ, որ չեք սիրում եթերից այլ անձանց վերաբերյալ ինչ որ բաներ ասել, երբ որ իրենք ներկա չեն, բայց կա ինչ որ մի հայտնի մարդ, որին շատ կարևոր բան է սպասվում, ու մենք կարող ենք այդ լուրը ավետել։ Կլինի էստրադայից, կլինի, չգիտեմ, շոու բիզնեսից, կլինի քաղաքականությունից։ Էլի եմ կրկնում քաղաքական գործիչների հետ գործ չունեմ, բայց նրանք ձեզ դիմում են, չէ՞։ Իհարկե չենք հայտնում ովքեր, բայց կան մարդիկ, որոնք ձեզ դիմում են։ Թե եկեք այդ հարցին չպատասխանեմ, լավ։ Դե բնականաբար, եթե որևիցե մեկի նկարը ցույց չեք տալիս, այսպես օդի մեջ ինչ բռնեմ ու ասեմ, եթե ինչ որ նկար կա կամ ցանկություն ունեք, որ ցույց տաք ինչ որ հայտնի մարդու նկար, խնդրեմ, կարող եք ցույց տալ։ Եկեք ես ձեզ ցույց տամ այս երգչուհուն։ Իդեպ Սոֆի Մխայանի նկարն եմ ցույց տալիս անին։ Սա ձեզ։ Ինքը շատ լավ անձնավորություն է, ճիշտ է, այսպես որ ասեմ, թե գիտեք, իր համար քժվում եմ, ամեն օր իր երգերը լսում եմ, չէ, այդպես չի, բայց կան երգեր, որ շատ սիրում եմ, բայց 26 թվականը իր համար շատ հաջող ու լավ տարի է լինելու։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ տես շատ մարդիկ կարող են մտածեն, թե վայ այս աղջիկա բախտը չի բացվում, ինչի չի ստացվում նավսկա, բայց ես այսօրվանից 2 տարի զատ, հա, այսքոմ իրան տեսնում եմ բախտ, սեր, երջանկություն ու փալիգներ, ինքը կազմելու է ընտանիք ու շատ լավ ընտանիք է ունենալու, որովհետև իր մարդ տեսակը չափից դուրս լավն է, ինքը շատ լավ գիտի ընկերություն անել, ասենք, բայց կան շոու բիզնեսում մարդիկ, չեմ ուզում անուններ ասեմ,
որ իրան չեն սիրում, ասենք նույնիսկ իր ցայնային տվյալները քննադատում են, նեղվում են, որ ինքը բարձրունքի է հասնում, բայց ինքը թող բանի տեղ չդնի, որտեվ ինքը մեսի մի լավ վերելքում է ու ասու աչը միշտ իր հովանու ներկո է ու ես էլի եմ ասում, իրան այնպիսի յուրահատուկ բախտ ու սեր է սպասվում, որ ինքը նույնիսկ պետք է զարմանա, թե լավ, ես եմ ճիշտ է, բավականին մեծ է, արդեն տարիքը ես չեմ նշում, որտեվ չի կարելի, բայց շատ դրական լավ կերպար է ինքը։ 2028-ին ասացիք 2 Մոտ 28 մինչև թիվը իրան ես կողագից եմ տեսնում ու ընտանիքավոր եմ տեսնում։ Ինքը շատ դրական, լավ աուրայով անձնավորություն է։ Ես երբեք այսպես իր անձը չեմ տեսել ու մոտիկից էլ չեմ ճանաչում։ Այստեղ վատ մարդ, վատ բացասական էներգիայով մարդ չտեսա։ Մենակ իրանց տունը կա մարդ, ում ոտքերը շատ ցավում է, ես չգիտեմ ով է։ Թող մի հատ իրան հետևեն, բժիշկի տանեն, բայց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Շատ լավ, շնորհակալ եմ Անի ջան։ Անի, նաև կխնդրեմ անդրադառնանք մետաղներին, թե ձին ինչ մետաղներ է սիրում եւ մենք ինչ կանայք հատկապես ինչպիսի մետաղներով լինենք տարվա ընթացքում։ Գիտեք, ձին առհասարակ մետաղ չի սիրում։ Իհարկե, չկա այդպիսի կենթանի, որ ասես բացի մգից, հա, մուգը ոսկի է սիրում, այդ բոլորս գիտենք, բայց ամենապաշտպանիչ այն, որ ասում է, հա, ռուսերեն ասած զաշիտա, այդ արձատն է։ Ինքը ամենաազնիվ մետաղն է, որ ինքը երբեք թույլ չի տա, որ մարդու վրա թուղթուկիր կբնի, անեց կբնի, յուրաքանչյուր մարդ պետք է գոնե մեկական ինչ որ արձատ է, իր է, մատանի է, այսպես կախազարդ է, անպայման իր վրա կրի, որովհետև չէ Հիսուսին չէ արձատով վաճառեցին, արձատը ինքը շատ մեծ դեր ունի, առաջներում էլ արձատը մեծ նշանակություն է ունեցել, շատ հաճախ մարդիկ գերադասում են ոսկի, հա, բնական է ոսկին թանկ է, բայց արձատը ինքը ամենապաշտպանիչ շերտն է մարդու։ Անի ջան, նաև դուք Աստծո խոսեցիք 2 անգամ Հիսուսի անունն էլ տվեցիք, իսկ եկեղեցու շուրջ քաղաքականությունը թողնելով մի կողմ։ Մենք փոփոխություն ունենալու ենք, օրինակ մեր վեհապարը փոխվելու է եկող տարի։ Ես նման հարցերում վեհապար, քահանա, նման հարցերում իմ քիթս չեմ մտցնում, որովհետև ես այդտեղ չկամ։ Թող ամեն մարդ իր արածի համար պատասխան տա։ Ոչ թե չեմ տեսնում, թե չտեսնելն ուրիշ է, չխոսելն ուրիշ է։ Ես ինչ գործ ունեմ վեհապարի հետ։ Թող վեհապարը ինքը իր հարցերը լուծի։ Ես ով եմ որ վեհապար քննադատեմ կամ ասեմ, այս քահանան է լավ է, հոգևորականն է լավ է։ Քրիստոսը ասում է կայսրինը տվեք կայսրին, թագավորինը թագավորին, անինն էլ թող անին դինի։ Ձեր ամանորյան մաղթանքը մեր հետևորդներին եւ դուք անձամբ ձեզ համար ինչպիսի տարի եք ցանկանում ու արդյոք տեսնում եք հենց այդպիսին է լինելու 2026-ը։ Գիտեք, նախ եւ առաջ ես ցանկանում եմ, որ տարին լինի ամենակարևորը, ելի եմ կրկնում, յուրաքանչյուրի օջախում ոչ մեկ չպակասի, առողջություն լինի, որովհետեւ եթե չկա առողջություն, ինչքան ուզում եք գումար լինի, ինչ ուզում է լինի, այդ անտեր առողջությունը ամենակարևոր բանն է, ու ես այսօր ուզում եմ շատ մարդիկ լսում եմ, որ ասում են, գիտես, ինչ կա առողջական լուրջ խնդիրներ ունենք ու գնում ենք Հայաստանում չենք գնում բժիշկի, որ չկա լավ բժիշկներ, հա, ես չեմ ուզում ոչ մի բժիշկի վադաբանեմ կամ ասեմ, բայց չէ, այդպես չի, ես ինքս ճիշտ է ունեի խնդիր ու գնացել եմ արտերկիր Իսրայել, բայց ուզում եմ ասել, որ չէ, մենք էլ ունենք շատ լավ խելացի բժիշկներ, այդ թվում մենք ունենք Հեղինե Սեյրանովնա, Հասմիկ Երվանդովնա, ունենք Սուվարյան ունենք, որ ես էլի եմ ուզում իրենցից այս ետերով շնորհակալություն հայտնեմ, որ ես մի ամիս առաջ ազնիվ խոսք քիչ էր մնացել մահանայի, որտեվ այնքան լուրջ էր իմ վիճակը ու ծիծաղելով ասում եմ Հասմիկ Երվանդովնա ջան, որ հասնեմ գերեզմանի շեմինել, դու Հեղինե Սեյրանովնան կկաք այնտեղից կքաշեք, կհանեք։ Ժողովուրդ ջան, կան բժիշկներ, որ իրոք ասենք անշահախնդիր են։ Ես իմի ուզում եմ մի հատ անկեղծ բան ասեմ, կարող է եւ չավադակ, ուրեմն տանը նստած եմ օգնական ես զանգել է ասում է անջան քեզ նվեր են ուղարկել ես մտածում եմ հետևորդ է կամ ինչ որ մեկն է ասում եմ հետևորդ է ասում է չէ բժշկուին է Հեղինե Սեյրանովնան ասում եմ լավ Աստված իմ Չէ որ բուժարուն է նվեր տալիս ոչ թե բժիշկը չէ մենք ունենք լավ բժիշկներ Աստված մի արաստ է ժողովուրդ ջան ունենաք առողջական խնդիր բայց եթե կա այրան խնդիր թոքերի սրտի կամ կա հղիություն կարաք իմ թվարկած բժիշկներին դիմեք որովհետև իրանք իրոք անփոխարինելի են իսկ ես մնացած յուրաքանչյուրին ով ուզում է լինի թեկուզ ինձ սիրում է չի սիրում թող չհիվանդանա 2026 թվականին ոչ թե 27-ին հիվանդանա այլ առհասարակ չհիվանդանա բոլոր հիվանդները թող առողջանան, որովհետև նորից եմ կրկնում, եթե ընտանիքում կա հիվանդ, արդեն ընտանիքը դժբախտ է։
Շատ լավ, շնորհակալ եմ։ Մենք էլ մաղթում ենք, որ 2026-ը ձեզ համար լինի լավագույն տարիներից մեկը ու ինչ նպատակներ ունեք, թող հերթով ի կատարածվեն։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ մեզ հյուրընկալվելու համար։ Ես ձեզանից նույնպես անչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ, որ դուք ձեր անձնակազմով, թե դուք ձեր ընտանիքով յուրաքանչյուրդ 26 թվականին ժողովուրդ ջան, ամենակարևորը լինեք սիրված, լինեք առողջ, լինեք երջանիկ, իսկ մնացած ֆինանսականը ինքը կլինի, եթե կա առողջություն եւ ունես այնպիսի կողագից, որ քեզ այսպես ամուր բռնում է, իմացի ամեն ինչի կհասնես։ Շնորհակալ եմ շատ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Եթերում պայծառատես Անի Գրիգորյաններ կհանդիպենք։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Սիրով ձեր Մեդիա Hub